Այսօր նոյեմբերի 18-ին Անի Պլազա հյուրանոցի Անի սրահում տեղի ունեցավ Արցախի տեղահանությունից հետո մարտահրավերներ եւ լուծումներ խորագրով հանրային քննարկում։ Արցախի բռնի տեղահանման առնչվող մարտահրավերների եւ հնարավոր լուծումների վերաբերյալ քննարկման ընթացքում պատրաստված զեկույցի շրջանակում բանախոսները ներկայացրեցին միջազգային քրեական դատարանի ապացույցների հավաքագրման մեթոդաբանությունը, որը ընդգրկում էր թե տեղահանությունից առաջ եղած, թե տեղահանման ժամանակ եւ թե Հայաստանում տեղավորվելուց հետո առկա խնդիրները մարդու իրավունքների տեսանկյունից։ Քննարկման բանախոս Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով զեկույցի պատրաստման համար իրականացվել են 83 խորքային հարցազրույցներ տեղահանված արցախցիների հետ, օգտագործելով նախապես մշակված հարցաթերթիկներ, որոնք ընդգրկել են կյանքի եւ անվտանգության իրավիճակը շրջափակման փուլում, ապաստարանների եւ տարահանման գործընթացների մանրամասները, ադրբեջանական հարձակումների եւ սահմանային անցումների հետ կապված փորձառությունները, ինչպես նաեւ արցախցիների վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների քաղաքականության նկատմամբ։ Հարցվողների ընտրանքը համապատասխանում է միջազգային չափանիշներին, հաշվի առնելով սեռային, տարիքային եւ բնակավայրերի բազմազանությունը։ 83 տեղահանվածի հետ խորքային հարցազրույցներ ենք իրականացրել, նախապես մշակված հարցաթերթիկներ ենք օգտագործել, որոնք դետալային տեղեկատվություն են պարունակել շրջափակման փուլում կյանքի վերաբերյալ, անվտանգային միջավայրի, տեղահանման ընթացքում ապաստարանների, տարհանման գործընթացների վերաբերյալ, ադրբեջանական հարձակումների, հաքարի կամուրջի անցման process-ում արցախցիների նկատմամբ վերաբերմունքի եւ ինչու ոչ նաեւ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ եւ այս 83 հարցազրույցները օգնել են մեզ բացահայտել օրինաչափություններ, ապահովել ենք նաեւ պատշաճ սեռային ներկայացվածությունը, տարիքային ներկայացվածությունը, ներառել ենք հարցվողներ 5 քաղաքներից եւ 37 գյուղական բնակավայրերից, այսինքն ընտրանքը ամբողջովին համապատասխանում է միջազգային մեթոդաբանությանը եւ հետազոտության արդյունքները ունեն բարձր արժանահավատություն։ Նա նաեւ զրույցում անդրադարձավ Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ընթացող կեղծ դատավարություններին եւ դրանց կանխատեսելի ավարտներին։ Հավելեց նաեւ, որ դատավարությունների մեկնարկի ժամանակ ինքը անձամբ հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել, նշելով, որ այս դատավարությունների ելքը կանխորոշված է եղել ի սկզբանե եւ վստահորեն պնդեց, որ լինելու են մեղադրական դատավճիռներ եւ ցմահ ազատազրկումներ։ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի պարագայում առաջարկել են 20 տարի, սա ընդհանրապես օրենսդրական կարգավորումների խնդիր է։ Երկու նախագահների 65 տարին վերացել է, իսկ ադրբեջանական օրենսդրությունը արգելում է տարեցների 65 տարին վերացած եւ ավել անձանց նկատմամբ ցմահ ազատազրկման կիրառումը եւ այս օրենսդրական խոչընդոտի գոյության պայմաններում ընդհանրապես ենթադրվող ցմահ ազատազրկումը փոխարինվել է 20 տարի ազատազրկմամբ, բայց Ադրբեջանի մոտեցումը հետեւյալն է, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է ցմահ ազատազրկվի, իսկ այն անձինք, որոնք մասնակցություն են ունեցել, բայց ավելի ոչ կարևոր դերերում, ինչպես օրինակ մասնակցությունն է պաշտպանական բանակին, ապա նրանց առնչությամբ առաջարկվել է երկարատև ազատազրկումը, ինչպես տեսակ 20, 19, 16, 14, բայց բոլոր դեպքերում մենք գործ ունենք տեղական ազատազրկումների հետ։ Սահակյանի խոսքով ադրբեջանական դատարանները անկախ չեն եւ քաղաքական պատվերի հիման վրա են իրականացնում դատավճիռները։ Նա հավելեց նաեւ, որ իրենց գնահատմամբ մինչեւ տարեվերջ ադրբեջանական դատարանները կհրապարակեն մեղադրական դատավճիռներ, որտեղ դատախազի առաջարկած պատժատեսակները կվավերացվեն դատարանների կողմից։ Օրագիր Նյուզը զրուցեց նաեւ բանախոսներից եւս մեկի հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանի հետ։ Վերջինս նշեց, որ այս քննարկումը հիմնականում վերաբերում է Արցախի հայերի իրավունքներին, գույքային իրավունքներին, վերադարձի իրավունքին, ռազմագերիների եւ պատանդների հիմնախնդրին, անհայտ կորածների հիմնախնդրին, ինչպես նաեւ մշակութային ժառանգության այն մարտահրավերներին, որոնց առջեւ հայտնվել են արցախցիները։ Նա ընդգծեց, որ լուծումներ գտնելու համար անհրաժեշտ է հարցը միջազգային ատյաններում բարձրացնել տարբեր գործիքակազմերի կիրառմամբ։ Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ արցախցիները հիմնականում բախվում են իրենց իրավունքների պահպանման խնդիրներին եւ անհրաժեշտ է ապահովել, որ նրանք չլքեն երկրի տարածքը պահպանելով իրենց ինքնությունը։
Ես ձեզ ասեմ, որ որպես արցախցի դա մի շարք խնդիրներ է։ Սա առաջին հերթին այնպիսի իրավունքների պահպանություն է, որ ուրեմն արցախայությունը չլքի Հայաստանի Հանրապետության տարածքը։ Սա թիվ 1 խնդիրն է մեր առջև կայացած, որտեղ արտագաղթը դա նաև կթույլատնի մեր թե ինքնության պահպանման հարցերը եւ թե նաև մեր այն իրավունքները, որի մասին այսօր խոսեցին մեր իրավաբան գործընկերները։ Իսկ հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն էլ նշեց նման միջոցառումների կարևորության մասին եւ անդրադարձավ, որ իր խոսքով Հայաստանի այս իշխանությունների որդեգրած անմարդկային իրավական իմաստով հանցավոր եւ գործունեության իմաստով անթույլատրելի վարքագիծն է։ Այն ինչ որ տեղի ունեցել արցախահայության հետ, դա ցեղասպանություն է, դա հանցագործություն է, որը իրագործողները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Իսկ իմ ընկալումներում այդ հանցանքի գլխավոր կազմակերպիչներն ու իրագործողները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որոնք ըստ էության իրենց գործողությունները իրականացրել են զուգորդված, փոխլրացնող, կազմակերպված ձևով, այսինքն այն ինչ որ տեղի ունեցել Արցախ եւ Արցախահայության հետ, դա մեծ հանցանքի հետևանքներն է, որի գլխավոր պատասխանատուներն են Ադրբեջանի նախագահը եւ Հայաստանի վարչապետը։ Եվ մենք ոչ մի պարագայում չենք կարող հաշտվել այդ հանցանքի հետևանքների հետ։ Նա հավելեց, որ նման միջոցառումները կարևոր են, քանի որ դրանք հանրային եւ քաղաքական շրջանակներում նպաստում են գիտակցված մոտեցումների ձևավորմանը եւ հետեւողական քայլերի իրականացմանը։